Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Առաջնորդիր ինձ քո ճշմարտությունում և սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը, քեզ եմ հուսացած ամեն օր, Սաղմոս 25:5 Երբ հավատացյալը դեռևս նոր է իր դողացող ոտքերը դնում Տիրոջ ճանապարհին, նա խնդրում է, որ Աստված առաջնորդի իրեն իր ձեռքից բռնած, ինչպես մի փոքրիկ երեխա, և փափագում է, որ հետագայում էլ Տերն իրեն սովորեցնի ճշմարտության այբուբենը։ Այս աղոթքի թեման գործնական ուսուցումն է, թեպետ Դավիթը շատ բան գիտեր, սակայն զգում էր իր ճանաչողության պակասը, ուստի ցանկանում էր շարունակել սովորել Տիրոջ դպրոցում։ Երկու համարի մեջ 4 անգամ նա դիմում էր շնորհքի դպրոցում աշակերտելու համար։ Շատ իմաստունների համար լավ կլիներ, որ իրենց սեփական հնարքներին դիմելու և իրենց խորհուրդներից նոր ճանապարհներ շինելու փոխարեն նրանք փնտրեին Աստծո ճշմարտության հին ու բարի ճանապարհները և խնդրեին, որ Սուրբ Հոգին հստակ հասկացողություն և աշակերտի հոգի տար իրենց։ Դու ես իմ փրկության Աստվածը, եռամեկ Աստվածն իր ժողովրդի փրկության առաջնորդն ու կատարողն է։ Թանկագին ընթերցող, արդյոք նա նաև քո փրկության Աստվածն է։ Արդյոք դու քո հավիտենական հույսի բոլոր հիմքերը գտնում ես Հոր ընտրության, Որդու քավության և Հոգու կենսատու գործունեության մեջ։ Եթե այո, ապա կարող ես օգտագործել այս փաստարկները հետագա օրհնություններ ստանալու համար։ Եթե Տերը քեզ նախասահմանել է փրկության համար, ապա նա չի հրաժարվի սովորեցնել քեզ իր ճանապարհները։ Ուրախալի է, երբ մենք կարող ենք Տիրոջը դիմել այն նույն վստահությամբ, որով Դավիթն է այստեղ դիմում։ Դա մեզ մեծ զորություն է տալիս աղոթքի համար և մխիթարություն փորձության մեջ։ Քեզ եմ հուսացած ամեն օր։ Համբերությունը հավատքի սքանչելի աղջիկն է։ Մենք ուրախությամբ ենք սպասում, երբ հստակ գիտենք, որ իզուր չենք սպասում։ Մեր պարտքն ու արտոնությունն է մեր կյանքի բոլոր օրերում հույսով ու վստահությամբ սպասել Տիրոջը, թե ծառայության մեջ, թե երկրպագության։ Մեր հավատքը վաղ թե ուշ փորձվելու է, և եթե այն ճշմարիտ հավատք է, ապա առանց հանձնվելու կհամբերի բոլոր փորձություններին։ Մենք չենք ձանձրանա Աստծուն սպասելուց, եթե հիշենք, թե մի ժամանակ որքան երկար է ինքը սպասել մեզ։